անկեղծ ասած ես չէի պատրաստվում այսօր եւս մեկ անգամ անդրադառնալ Հնդկաստանի եւ Պակիստանի թեմային, նրանից հետո որ շատ լայնածավալ վերլուծություն արեցինք ռազմական գործողությունների, որոնք 3 ընթանում էին Հնդկաստանի եւ Պակիստանի միջև, բայց հաշվի առնելով, որ աննախադեպ վերջին մի ժամվա ընթացքում սրացում տեղի ունեցավ իրավիճակի, կարելի է ասել, որ մարտական գործողությունները վերականգնվեցին եւ շարունակվում են եւ ավելի նույնիսկ թեժ են այս պահին եւ լայնածավալ։ Արեք մանրամասն անցնենք վերլուծությունի եւ տեսնենք, թե ինչ է կատարվում այստեղ։ Հնդկաստանը հայտարարեց ժամեր առաջ, որ այդ Սինդուր ուրեմն գործողությունը ավարտված չէ։ 2 ժամ առաջ էր մոտավորապես այդ հայտարարությունը։ Եվ դրանից հետո արդեն մենք տեսանք, որ Հնդկաստանը օգտագործեց դրոններ, ԱԹՍ-ներ։ ԱԹՍ-ները օգտագործվել են տարբեր հատվածներում, այդ թվում Իսլամաբադի ուղղությունով, մայրաքաղաքի, եւ ներառել են տարբեր շենքեր եւ օդանավակայանի ուղղությունն է իրականում եղել առաջնահերթություն։ Պակիստանը զուգահեռ դրա հայտարարեց, որ 50 զինվոր է սպանել Հնդկաստանի սահմանի հատվածում, որտեղ որ մարտական գործողություններն էին։ Հիշում եք, խոսք է գնում այս հատվածի մասին, սա Քաշմիրի գիծն է, Պահալգամում տեղի ունեցավ տերորիստական հարձակումը, բայց Քաշմիրի գիծը այստեղ է անցնում, տեսնում եք, փոխեմ քարտեզը ավելի պարզ կլինի, գիծը տեսնում եք այստեղ, այդ գծի զուգահեռ Իսլամաբադը այստեղ է, այս երկու վայրում Հնդկաստանի զինծառայողներ են զոհվել, ըստ Պակիստանի մոտավորապես 50 հոգի։ Դրանից հետո մենք ունենք տվյալներ նրա մասին, որ ուրեմն Հնդկաստանի տարածքում ֆիքսվել են նաև ԱԹՍ-ներ, ԱԹՍ է ֆիքսվել նաև Լահորի տարածքում, եւ հիմա մենք հարոպներ են, իրականում շատ հետաքրքիր է։ पाकिस्तान के खिलाफ भारत और इसराइल का गठजोड़ बेनकाब हो चुका है। भारत की जानिब से भेजे गए ड्रोन इसराइली साख्ता निकले हैं। यह अहम खबर है, बड़ी खबर है, जिससे मुतालिक आपको अपडेट कर रहे हैं कि पाकिस्तान वो एक कि पाकिस्तान ये सलाहियत रख Այդ հայտարարությունը ամրապնդում է, որ Լահորի ուղղությունով, որտեղ որ օդանավակայանն է նաև միջազգային, տեսնում եք, կարևոր միջազգային օդանավակայան է գտնվում Լահորում, որը փակ է այս պահին եւ որի ուղղությունով Հնդկաստանը կիրառել է հարոպ ԱԹՍ-ներ իսրայելական եւ ոչ միայն այդ ուղղությունով իրականում, այլ նաեւ կիրառել է ըստ տվյալների Քարաչի ուղղությունով, տեսնում եք, այստեղ նաև Քարաչի ուղղությունով հարոպներ են կիրառվել։ Հնդկաստանը նպատակ ուներ խոցել փաստորեն նոր կետեր, անկեղծ ասած ես կարծում եմ, որ սրա որևէ անհրաժեշտություն այս փուլում չկար, բայց սա կարող լինել ի պատասխան գործողություն այն զարգացմանը, որը ես ասացի, որ տեղի ունեցավ, նկատի ունեմ այն, որ տպավորություն ստեղծվեց երեկվա այդ գործողությունների հետևանքում, որ Հնդկաստանը մի փոքր պարտվեց կամ մի փոքր այդքան էլ չհասավ հաջողությանը եւ միտեղ թուլություն ցույց տվեց, երբ 5 իր ինքնաթիռ է խոցվել Պակիստանի զինված ուժերի կողմից։ Հիմա արդեն տվյալներ ունենք, որ Չինաստանը շատ ոգևորված է եւ մի շարք պետություններ ուզում են գնել Չինաստանից չինական ինքնաթիռները, որը Պակիստանը կիրառեց եւ ցուցադրեցին իրենց էֆեկտիվությունը ռուսական եւ ֆրանսիական զենքի ինքնաթիռների ուղղությամբ, բայց դա առանձին հարց է։ Դուք տեսնում եք այստեղ քարտեզի վրա շատ վայրեր, սա հիմա է տեղի ունենում։ 1 ժամ առաջ տեսնում եք, որ ամբողջ սահմանի գծի վրա սկսած Ռաջաստանի ամենահարավի այս հատվածում, որտեղ որ նույնիսկ ռազմական գործողություններ չեն եղել եւ ավարտված Հիմաչալ Պրադեշի եւ Ջամու եւ Կաշմիրի ամբողջ տարածքում եւ ոչ այդքան հեռու իրականում մայրաքաղաք Դելիից աննախադեպ քանակի դրոնների ԱԹՍ-ների հարվածներ են տեղի ունեցել Հնդկաստանի հանդեպ։ Դուք տեսնում եք դա, ես այստեղ կա Ամրիցար քաղաքը, որի ուղղությունով նաև հարվածներ են տեղի ունեցել, դա Լահորին մոտ է, այդտեղ հոսանք չկա հիմա, եւ մի շարք ուրիշ
քաղաքներ այստեղ, նաև Պատանկոտի ուղղությունով, Ջամուի ուղղությունով, Սրինիգարի ուղղությունով, Քաշմիրի տարածքում ամբողջությամբ կարելի է ասել, որ Հնդկաստանը խոցել է ըստ իրենց տվյալների ԱԹՍ-ներ այս ամբողջ տարածքներում, Ահանտիպուրայի, Սրինիգարի, Ջամուի, Պատանկոտի, Ամրիցսարի, Կապութալայի, Ջալանդհարի եւ ուրիշ այս տարածքներում, չեմ կարծում, որ կոնկրետ անունները այս պահին կարևոր են, քարտեզի վրա կարծում եմ ավելի կարևոր է տեսնել որտեղ են գտնվում այդ։ Հնդկաստանը հայտարարել է, որ Պակիստանը հարձակվել է իր վրա լայնածավալ դրոններով, ինչը որևէ մեկը չի հեղում, եւ դրանից հետո ուրեմն Հնդկաստանը արդեն ասել է, հայտարարել է, որ խոցել է հակաօդային պաշտպանության համակարգներ Պակիստանի տարածքում։ Սա հիմա, հարգելի հայրենակիցներ, սա արդեն զինված ուժերի դեմ է ուղղված Պակիստանի, որովհետև առաջի այդ գործողությունը, որը տեղի ունեցավ, ինքը ուղղված էր իրականում ոչ թե զինված ուժերի, այլ տերորիստական խմբավորումների դեմ, եւ դրա մասին բարձրահայտ ուրեմն Հնդկաստանի կողմը ասում էր, որ սա Պակիստանի զինված ուժերի դեմ ուղղված չի։ Այսօրվա մի ժամ առաջ տեղի ունեցած հարվածները ուղղված են զինված ուժերի դեմ, հակաօդային պաշտպանությունն է խոցվել Իսլամաբադում եւ Լահորում, միջազգային օդանավակայաններին կից գտնվող հակաօդային պաշտպանությունը եւ իհարկե շատ լուրջ է, սա աննախադեպ սրացում է եւ ես կարծում եմ, որ իհարկե սա կունենա լուրջ զարգացում եւ շարունակություն հիմա։ Մենք իհարկե հետևում ենք, որովհետեւ շատ թարմ են տեղեկատվությունները եւ բարդ է այս պահին ասել կոնկրետ նորություններ, բայց կարող եմ ասեմ ձեզ, որ Պակիստանի կողմը հաստատում է, որ իսրայելական հարոբ կամիկաձեներ են օգտագործվել, Միացյալ Նահանգները կոչ է արել, որ իր քաղաքացիները լքեն Լահորը, տենում եք Լահորը այստեղ է, որ իր քաղաքացիները ամբողջությամբ լքեն Լահորը եւ նաեւ Պունջաբը, դա նաեւ շատ կարեւոր է եւ մենք հիմա ձեզ նաեւ կցույց տանք Պունջաբի հատվածը, այս տարածքն է կոչվում Պունջաբ, Հնդկաստանի տարածքը, ուրեմն ամենամեծ սրացումը փաստորեն այս հատվածի մասին է խոսքը գնում, Լահոր Պունջաբ, անհասկանալի իրականում ինչու այստեղ, այլ ոչ թե հենց Քաշմիրի հատվածում, բայց Քաշմիրում էլ հանգիստ չի, այստեղ էլ եւ այնտեղ էլ իրավիճակը շատ լուրջ սրված է։ Ըստ վերջի տվյալների հնդկական կողմը կիրառել է ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգներ, Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հարվածներ են հասցրել Հնդկաստանի ռազմական օբյեկտներին, ընդհանուր առումով կարևոր է նաև նշել, որ լարվածությունը այս պահին էլ շարունակվում է եւ մենք չգիտենք իրականում հենց այս պահին ինչ է տեղի ունենում այնտեղ, այո, հետաքրքիր է նաև հենց 40 րոպե առաջ է տարածվել տեղեկատվություն, որ Հնդկաստանի տարածքում, որտեղ որ S-400 համակարգներն են, որոնք նոր, ես ձեզ ասացի, որ խոցել են տարբեր Պակիստանի համակարգներ, այդտեղ մեծ պայթյուն է տեղի ունեցել եւ մենք չգիտենք այդ պայթյունի հետևանքում արդյոք S-400 համակարգներն են խոցվել թե չէ, բայց վայրը, որտեղ որ գտնվում է, դա S-400-ն է։ Նաև գիտենք, որ Պակիստանը իր դրոնները ունի Blaze, ուրեմն 50, Blaze 75, Blaze 25 տարբերակներն են, որոնք Հարոպի նման համակարգներ են նաև եւ Պակիստանը մեծ հավանականությամբ նաև օգտագործում է այդ զինատեսակները։ Մենք հիմա նաև տեղեկացնեմ ձեզ, որ 4 հոգի է զոհվել Լահորում, այստեղ, տեսնում եք Լահորը, Պակիստանի տարածքում, հարվածի հետևանքում 25 Հնդկաստանի ԱԹՍ է հարվածել միանգամից
Լահորը ըստ վերջի տվյալների, ես կրկնեմ իհարկե, որ այն տվյալները, որ ես տարածում եմ, հիմա վերջնական տվյալներ չեն, ակնհայտորեն իրադարձությունները տեղի են ունենում մեր աչքի դեմ եւ ուստի չի կարելի համոզված լինել 100%-ով, որ այս տվյալները 100%-ով ճիշտ են։